սարքն է, դու քո ջերմությամբ կարող ես տաքացնել այն։ Դիմաց աշխուժ թեմային եւ առաջինը աշխուժի տակ են ընդունում մեծ դդումը, լամպերը եւ արտոնային հատակագիրները։ Դդումը գտնվում է լամպերի մոտ, որը լամպերը լույսը տա եւ լուսավորում ջերմությամբ այս ոչ նկարը։ Այս դդումը սկսում է դեղնածիրանալով եւ վերջանում մուգ ծիրանա շագանակագույնով, իսկ գտնվում է լամպերը, որ ջերմություն է ստեղծում այս ոչ նկարում։ Որպես աշխուժ թեմայով է, այս նկարը պատկերված է մի անկյուն, որտեղ նույնպես մուգ եւ սառն եղանակ է եւ միայն այս լամպերը տաքացնում է իր շուրջ բոլորը, իսկ վերևում ծառի տերևները ասես թափվում են, ցույց տալով կյանքի իմաստ եւ այս նկարը ասես նման է մի մութ փողոցի, որտեղ գիշերը բոլորը գնում են տուն, իսկ միայն այս լամպերները տաքացնում են շուրջ բոլորը։ Եվ այս նկարը նույնպես ցույց է տալիս մարդուն, որ մարդը իր տաքությամբ, իր գեղեցկությամբ կարող է գեղեցկացնել իր շուրջ բոլորը։ Նկար, ծառ, որի վրա կան տերևներ եւ ինչպես տեսնում ենք, այն կիսավեր եւ ձեր դիմաց է դրված այդ տերևները, փորձում են մոտենալ եւ թաքցնել։ Անձրև, սվերներն անձև դողում են դանդաղ, պաղ, միապաղաղ։ Սիրտս տանջում է ինչ-որ անուրախ անհանգստություն, սպասիր, լսիր, ես չեմ կամենում անցած հույզերից տառապել կրկին, նայիր, ահ, նայիր, ցավում է նորից, իմ հիվանդ հոգին։ Անձրև է աշում, ինչու ես հիշում, հեռացած ընկեր, մոռացած ընկեր, ինչու ես հիշում, դու այնտեղ էր, այն արմուկը էր կյանքին շշում, դու կյանք ես տեսել, դու կյանք ես հիշում, ոսկե տեսիլներ, անուրջների լույս, ես ծորդ մշշում, իմ հոգու համար չկա արշալույս, անձրև է աշում։ Աղցին պատասխանեք երեխեք ջանային, ինչ-որ դուք զգում եք, եկից երկու բառով, լավ? Սովորեցինք, որ միասնական աշխատենք, ամեն ինչ կստացվի։ Միլենա ջան դու։ Ես այս նախագծային աշխատանքից սովորեցի աշխատել խմբային, գեղեցիկ հաճույքով և կազմակերպել։ Մենք սովորեցինք, որ ամեն ավարտ ինչ-որ նոր բանի սկիզբ է, որ Աշմունի հետ վերցնենք։ Ամփոփելով այս նախագծայինը ես հասկացա, որ ամեն մի եղանակ ունի իր գեղեցկությունը։ Ամփոփելով այս նախագծայինը ես հասկացա, որ միասնական աշխատելը դա շատ լավ է։